Հայաստան տարբեր գրասենյակներում եւ շուրջ 14 արդեն գնալով մարդկանց քանակը ավելանում է եւ չեն կարողանում ուղղակի հաշվի պահել շուրջ այս պահին արդեն շուրջ 14 անձիկ ձեր բերման են ենթարկվել առավոտվանից փորձում ենք ճշտել թե այդ անձինք որտեղ են տարել ինչ կարգավիճակով ինչի համար որևէ ձևով ինֆորմացիա մեզ չի տրվում նաև նշեմ որ առավոտյանից փորձում ենք հակակոռուպցիոն կոմիտեին այստեղ մուտք գործել շենք փորձել իրականացնել մեր վստահորդների պաշտպանությունը սակայն մինչև այս պահը դարձյալ արգելվում են մեր մուտքը եւ չեն թողում որպեսզի մենք բարձրանանք իրականացնենք անձանց պաշտպանություն չենք կարող ասել, որովհետև նորից եմ ասում, որևէ տեղեկություն չունենք, ինչի համար են անձանց տարել, ինչ մեղադրանքով, ինչ կասկածանքով եւ դարձյալ քիչ առաջ փաստաբանանու որոշակի ճշտեցինք որոշ տարբեր միջոցներով վստահորդներից մեկը գտնվում է այս պահին այս շենքում, իրականացնում են հարցաքննություն, նրա հարազատները դիմել են փաստաբանին, որպեսզի գնա մասնակցի իրականացնի պաշտպանություն, սակայն դարձյալ արգելում են փաստաբանի մուտքը, որպեսզի նա բարձրանա եւ տարական այդ իրավական օգնությունը ցույց տա անձը իրավունք ունի հարցաքննվել փաստաբանի պաշտպանի ներկայությամբ, դա եւս արգելվում ու խոչընդոտվում է համատարած խախտումներով համատարած խոչընդոտներ են ստեղծում եւ այս բան տարական մարդու տարական իրավունքներ են ոտնահարվում պաշտպան ունենալու իրավական օգնություն ստանալու իրավունքը։ Այսինքն այդ 14 անձանցից միայն մեկն է այստեղ։ Ոչ միայն մեկ, այլ մի քանի անձանց արդեն փորձել ենք մեր տարբեր ճանապարհներով ճշտել։ Ես չեմ կարող կոնկրետ ասել, թե բոլորն էլ այստեղ են։ Հնարավոր է մի մասը այստեղ է, մի մասը անհայտ ուղղությամբ այլ տեղ, այլ վարչական շենքում որևէ տեղեկություն չունենք, պաշտոնական չգիտենք ով որտեղ է, որպեսզի կարողանանք իրականացնել այդ անձանց պաշտպանությունը։ Այն վարկածը որտեղ բարեգործության Այս բանը ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ մեղադրանքով են անձանց ձեռքապալել, բերման ենթարկել, որ չեմ կարող պաշտոնապես հայտնել։ Ցանկացած բան կարող են ասել, ցանկացած իհարկե ընդունված է, ինչպես տեսնում ենք, համարյա բոլոր այդ բերման ենթարկվածներին, ձեռքապալվածները մեկ մեղադրանք բարեգործության արգելք են իբր խախտում, իբր ընտրակաշարք են բաժանում, այսպես կոչված պայմանավորություններ են ձեռքբերում։ Լավ, այդ ո՞րն է հանդիսացել այս անգամ։ Նախորդը ենթադրենք ձայնագրություններ հրապարակել է, հակակոռուպցիոն այս անգամ։ Ես տեղեկություն չունեմ, ես նորից եմ կրկնում, որ հայտնի չի թե այդ անձին ինչ կասկածանքով ինչի